Բանապահի, բարև ձեզ, հարգելի երևանցիներ, Ռուբինյանց փողոց, 21 շենք, կոտորակ 3, բնակիչներ, շենքի բնակիչներ, ուրեմն այս հասցեում է, հարգելի երևանցիներ, ցույց տվեք խնդրում եմ շենքը, գրացված մի կազմակերպություն, որի անունն է Ադամյուն ՍՊ, որին մենք դատի ենք տվել, այս կազմակերպությունը երրորդ անձ է ներգրաված, ավելի շուտ Տիգրան Ավինյանին ենք դատի տվել, ով այս կազմակերպությանը տրամադրել է, ապօրինաբար է տրամադրել շինթույլտվություն, եւ այս կազմակերպությունը, որը գրանցված է այս հասցեում, մի հատ ցույց տվեք այս մուտքը, այս հասցեում է գրանցված այդ կազմակերպությունը, այդ կազմակերպությունը եկել է եւ Երևանի Նաիրի Զարյան 11-13 հասցեում քանդում է ընդերքը, վնաս է պատճառում քաղաքացիներին եւ հարակից շենքերի բնակիչներին, մորթելով ընդերքը, կանաչ հատվածները եւ աղմկելով։ Այսօր շաբաթ օր է, սակայն այդ ՍՊ-ն շարունակում է ապօրինաբար քանդել ընդերքը եւ աղմկել։ Հիմա հարց է ծագում, այդ Տիգրան Ավինյանը ինչպես է տվել այս Ադամյուն ՍՊ-ին այդպիսի շինթույլտվություն, որը կապված է միլիոնավոր դոլարների հետ, այսինքն նման շինթույլտվություն հենց այնպես չես կարող ստանալ, եթե չունես նման գումարներ։ Դրանք ինչ գումարներ են, ինչպես է Ադամյուն ՍՊ-ն այս տրաքած վիճակում, ներեցեք իմ այս խոսքերի համար, կամ ինչ կապ ունի Ադամյուն ՍՊ-ն այս տարածքի հետ, որ գրանցված է այս տարածքում, հարգելի քաղաքացիներ, դուք այդ հարցերը պետք է ունենաք, որովհետև կոռուպցիայի եւ թուրքական լիրայի այստեղ հոտ է գալիս, ադրբեջանական մանաթի հոտ է գալիս, հետաքրքիր է, մի հատ ցույց տվեք այս մուտքը, այս Ադամյուն ՍՊ-ն, Ռուբինյանց 21, կոտորակ 3, բնակարան 19 հասցե, ինչ է այստեղ իրականացում Ադամյուն ՍՊ-ն, կարող եք ասել, որ սա կեղծ ինչ-որ գրանցման վայր է, կամ իրական գրանցման վայր է, կամ է քողարկման գրանցման վայր է, եւ քողարկման գրանցման վայրում այստեղ ովքեր են աշխատում, մեզ համար պարզ չէ, բայց պարզ է մի բան, որ այս տարածքում ապրում են երկու զառամյա ծերունիներ, ում պատկանում է Ադամյուն ՍՊ-ն, նրանց անուններն են Աթաբեկ Ադամյան եւ Գայանե Բերձյան։ Այս Աթաբեկ Ադամյանը եւ Գայանե Բերձյանը եկել են եւ քանդում են Ադամյուն ՍՊ-ն, որը գրացված է պաշտոնապես էստեղ, այս վայրում, իրականում կեղծ ինչ-որ մի կազմակերպություն է, որին Տիգրան Ավինյանը տրամադրել է կոռուպցիա սխեմաների ներքո շինթույլտվություն։ Ուրեմն այս Ադամյուն ՍՊ-ի հետ փոխկապակցված մի անձ ևս կա, արկա է, ինչ-որ փախստական, Արցախից է փախստական տիկինը, ես չեմ պատկերացնում ինչպես է այս տիկինը հատել հակարի կամուրջը, իրեն հետ բերելով 14 միլիոն դրամ եւ գնելով Նաիրի Զարյան 11-13 հասցեի հարակից տարածքի ավտոտնակը 14 միլիոն դրամով։ Ենթադրաբար տիկինը այդ 14 միլիոն դրամը հատել է թուրքերի վերահսկողության տակ, բերելով այստեղ եւ գնելով այդ ավտոտնակը, կամ էլ թուրքական լիրա է ստացել կամ ադրբեջանական մանաթ, եւ միայն այդ տիկինն է, պատկերացնում եք, ձեր այս տարածքում մեկը գա գնի այս ավտոտնակը եւ համաձայնվի, որ այս ամբողջ տարածքը վերանա եւ այստեղ կառուցվի 9 հարկանի եւ դերնիտակ եւ 5 հարկ ներքևիչած հարկերով շենք։ Դուք համաձայն կլինեիք, պատկերացրեք մի փաստական Արցախից
կնոջը հատել է, եկել է այստեղից մի հատ ինչ-որ գարաժ է գնել և համաձայնվել է, որ այս տարածքը վերածվի շին հրապարակի և քանդեն ամբողջ տարածքը։ Դուք հիմա ձեր մեջ պետք է պարզեք, ովքեր են այս կեղծիք կատարողները, այս կեղծ Ադամն ու ՍՊ-ը ոնց է գրանցվել այստեղ 21 կոտորակ 3-19 բնակարան հասցեում։ Եթե դա ձեր հարևաններն են, այդ Զարամյաններն են, Գայանե Բերձյանը և Աթաբեկ Ադամյանը, ապա դրանք պետք է ենթարկվեն պարսավանքի, որովհետև այդ մարդիկ հենց այս պահին քանդում են մեր հարևանությամբ գտնվող ընտելքը, հեռացնում են այնտեղից բազալտային շերտը թալանում են, համենայն դեպս այս ամենը տեղի է ունենում իրենց անվան ներքո։ Ովքեր են այս մարդիկ։ Ըստ որոշ տվյալների այս Զարամյանները ինչ-որ ուսուցիչներ են։ Դուք պատկերացնում եք ուսուցիչները գնում են Տիգրան Ավինյանի մոտ և նրանց ստանում են շինթույլտվություն և գնում են ինչ-որ տարածք, որը արժի միլիոնավոր դոլարներ։ Սա բացառիկ, այսինքն կեղծիքի միջոց է, որին մենք առնչվել ենք։ Կարող ենք ասել այդ բացառիկ կեղծիքները համատարած են, այո, այդպես է, բայց այս մի կեղծիքի վերաբերյալ, այս նույն Զարամյանները, որ իրենց անունով է գրանցված այդ Ադամն ու ՍՊ-ն, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Այս Զարամյանների անունով տեղի է ունենում ապօրինի շինարարություն, միլիոնավոր թուրքական հոտով գումարներ են պտտվում և քանդում են Երևան քաղաքը։ Հարգելի այս տարածքի բնակիչներ, իհարկե ես ձեզանից ներողություն եմ խնդրում, այսօր գալով շաբաթօրով ձեր անդորը խախտելու համար, որովհետև դուք արժանի չեք, որպեսզի մեր բողոքի ձայն լսեք, բայց դուք պետք է իմանաք, որ այս հասցեում Ռուբինյանց 21 կոտորակ 3 գրանցված է կոտորակ 3-19 բնակարան, գրանցված է Ադամն ու ՍՊ-ը։ Ադամն ու ՍՊ-ի հիմնադիրների մեջ են մտնում Զարամյան երկու ծերունիներ, Գայանե Բերձյան, Աթաբեկ Ադամյան և հավանաբար իրենց որդին Վահրամ Ադամյանը, ով փոքրացրել է իր բաժնեմասը և հիմնական մասը վերապահել է Գայանեին և Աթաբեկին։ Ինչու համար հասկանալի է, որ ապագայում պատասխանատվությունը կրեն Զարամյան ծերունիները և այսինքն ամփոփման տեսքով չկրեն պատասխանատվություն, այս Զարամյանները ինչ պատասխանատվություն պետք է կրեն։ Հիմա այս Զարամյաններից այս Գայանեն ու Աթաբեկը այս տարի հանգստացել են իրենց շքեղ կյանքը վայելել են հավանաբար թուրքական այդ լիրայի ներքո կամ ադրբեջանական մանաթով իրենց հանգիստը անցկացրել են արտերկրներում և վայելել են, բայց այդ թուրքական լիրան և ադրբեջանական մանաթի հոտը տարածել են Արաբկիր համայնքում, որովհետև այդ գումարների ներքո է այդ Ավինյան Տիգրանը իրենց տվել այդպիսի ապօրինի շինթույլտվություն։ Այսքանը հարգելի բնակիչներ, իհարկե ներողություն եմ խնդրում ձեր անդորը խախտելու համար, բայց իրավապահ մարմինների ուշադրությունն եմ դարձնում, նորից խնդրում եմ նկարեք այս մուտքը, տեսեք մի հատ Ադամն ու Գազան ՍՊ-ը այս պահին Երևանի Արաբկիր համայնքում միանգամից օգտագործում է, այսինքն միանգամից շահագործում է 4 հորատող ծանր տեխնիկա, քանդում է ընտելքը, փորում է և բազալտային շերտ է հեռացնում, այս Ադամն ու ՍՊ-ը այստեղ է գրանցված, պատկերացնում եք, ում անունով է գրանցված երկու Զարամյան անձանց, Գայանեի և Աթաբեկի, ովքեր են այս մարդիկ, բացի այդ իրենց հետ կապ ունեցող ինչ-որ մի հատ Լիաննա Մուշեղյան կա, ով փախստական է, պատկերացնեք փախստականը ունի 14 միլիոն դրամ և չի գնել բնակարան, միգուցե բնակարան է գնել, չգիտեք, բայց եկել է գնել է ինչ-որ ավտոտնակ և թույլ է տվել Ադամն ու ՍՊ-ին քանդել արաբկիրցիների տները։ Հիմա այս իրավապահ մարմինների համար շատ լավ հայտարարություն հաղորդում է, որպեսզի նրանք
այս կոռուպցիոն գործարքները բացահայտել։ Այդ ո՞նց է լինում, որ ինչ-որ նա տիկին, փաստական, 14 միլիոն ունի, գալիս է գնում է գարաժ, այդ 14 միլիոնի վճարումը կատարում է, բացի այդ մինչև այդ գարաժը հողատկացում անում է Տիգրան Ավինյանը, այդ ոնց է պատահում, որ այս զառամյալ ծերունիները, որ ստեղ են բնակվում, այդպես է հարևանությունից են ճշտել, կարող են այդպիսի գործարքներ կատարեն, կարող են միլիոնավոր դոլարներ պտտացնեն գնեն շրջանառության մեջ, դա պարզ է, որտեղից այս զառամյալների այդ գումարները, ովքեր որ հանդես են գալիս որպես ուսուցիչներ, նա տրամաբան ենք էլի, որ մի 80 տարեկան ուսուցիչ է այսօր, որ իր ամբողջ կյանք ուսուցիչ է աշխատել, կարող է շին հրապարակ ստեղծել Երևանի կենտրոնում և միաժամանակ աշխատացնել զրահատեխնիկա, փորել ընդերքը, միաժամանակ 4 հորատող մեքենաներով, դա հնարավոր է, իհարկե հնարավոր չէ, այսքանը հարգելի քաղաքացիներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչների նորից եմ հորդորում զբաղվել այս անձանցով, Տիգրան Ավինյանով և շտապ էլ զբաղվել, իրենք շտապում են, որովհետև Թալանը այդ թուրքական լիրայի և ադրբեջանական մանաթի արագորեն ցանկանում են լվանալ, բայց դուք է պետք է շտապել նրանց արագորեն ուղարկել համապատասխան քրեակատարողական հիմնարկներ։ Հիմա մի փոքր ես ուզում եմ ուղղակի ձեր ուշադրությունը դարձնեմ այն աղմուկին, որը հիմա տեղի է ունենում Նաիրի Զարյան 11-13 հասցեում։ Մա լսեք, ինչ մեքենա։ Բարև ձեզ հարգելի երևանցիներ։ Մենք նորից Նաիրի Զարյան 11-13 հասցեում ենք։ Սա այն հասցեն է, որտեղ պատրվում է ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության հաշտության իշխանությունների դիմակը։ Իհարկե կարող ենք ասել, որ դա շփման պատրված է, բայց այնուամենայնիվ այստեղ այս պահին նաև տեսեք աշխատում է այս թուրքական լիրայի և ադրբեջանական մանաթի հաշվին այս Նաև անանց մեջ կրակոցներ լինեն և պայթումներ լինեն։ Լսեք, այսպես կարող է ցանկացածի բակը դարձնել շին հրապարակ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում հավաքվել են խոսում աղմուկի մասին, որ աղմուկի քանակը բարձրությունը ափիլադրելի է Երևանում և նաև շոկատելու է այդ վիճակը, բայց հիմա ես այս պահին ահազանգներ եմ ներկայացրել այդ բոլոր պետական մարմիններին, առողջապահության նախարարության թերթից եմ զանգահարել, կա առողջապահական և աշխատանքի պետական վերջական մարմին, դրանց եմ զանգահարել, իհարկե չպատասխանեցին իրենց թեժգիծը, ոստիկանության եմ զանգահարել, նրանցից դեռ պատասխան չունեմ, իհարկե ահազանգս դրանցել են։ Հիմա տեսեք, ես կայտառակ մեքենաները, ոնց են աշխատում շաբաթօրը, անդորում հանգարում ապրած, ինչու են աշխատում, որտեղ շտապում են։ Թուրքական լիրանանում է ապրում, ադրբեջանական մանաթի Տեսակ, ինչ է կատարվում Երևանի Նաիրի Զարյան 11-13 հասցեում, հավանաբար այդ աթաբեկների, այդ որ Քավոր Պետրոսի շահարավիղների բնակարանը սա է, և այստեղ է գրանցված այդ կեղծ Ադամյուն ՍՊԸ-ն, սրանով իհարկե կզբաղվեն, այնպես չէ, որ դուք շտապում եք, մենք էլ ենք շտապում, դուք շտապում եք ընդերքը թալանելու, մենք էլ շտապում ենք ձեզ բռնելու և ուղարկելու քրեակատարողական հիմնարկ, չեք մարսելու, Գայանի Վերձյան, ցեղով ցեղ ես բերել, այդ սատանեքին որ ծնել ես, այդ սատանեքը որ փորում է մեր ընդերքը, այդ սատանեքը ցեղով կցեպես դրան մեջ, սրիկաներ,